Հաղորդման գործընկերն է մարզերի երեխաները մարզերում սոցիալ-կրթական հասարակական կազմակերպություն է, որը տարբեր կամավորական, նախագծահեն կրթաժամանցային ակտիվությունների միջոցով ստեղծում է մարզերի երիտասարդ առաջնորդների ցանց։ Տիպսիմե ջան, ողջույն, շնորհակալ եմ, որ հրավերս ընդունեցիք։ Շնորհակալ եմ, որ հրավիրեցիք։ Այո, ես ձեզ եւս անձնապես չեմ ճանաչում, մեզ ծանոթացրեցին մեր ընկերները եւ ինձ ասեցին, որ դուք եւս տեղափոխվել եք մարզ, այն էլ բավականին վաղուց, ոնց հասկացա, եւ կուզենք նաեւ լսել ձեր պատմությունը, ոնց եկաք հասակ այդ կետին, ինչ տվեց դա ձեզ, ու նպատակն էլ փորձի փոխանակումն է մեզ լսողների դիտողների հետ, հետո արդեն ոնց կճյուղավորվի խոսակցությունը։ Հեռավոր 2014 թվականից տեղափոխվել ենք Տավուշի մարզ, Դիլիջան, տեղափոխվել ենք Երևանից, թողնելով մեր կոմֆորտ զոնը, տեղափոխվել ենք Դիլիջան, որտեղ ոչինչ չկար, այսօրվա Դիլիջանն ու այդ թվերի Դիլիջանը ծայրահեղ տարբեր են իրարից։ Ես միշտ ասում եմ, որ մենք Դիլիջանի կայացման ականատեսներն եղանք ու ինչու՞ չէ նաև ներգրավեցինք կայացման մեջ։ Տեղափոխվեցինք աշխատանքի բնույթով ու ամուսնուս աշխատանքի բնույթով, բայց սկզբում շատ չէի հասկանում, թե ինչ է ինձ սպասվում այնտեղ, բայց հաղթահարեցինք բոլոր դժվարությունները։ Դիլիջանում չկար ոչ մի բան։ Մենք ամեն ինչ, ամեն շաբաթ Երևանից տանում էինք, սննդից բռնած, տեղերը, փոքրիկ երեխա ունեինք։ Հաղթահարեցինք այդ ամեն ինչը։ Հիմա Դիլիջանում ամեն ինչ կա։ Հիմա Երևանից որ ինչ-որ մեկը գալիս է մեզ հյուր ու հարցնում է ինչ բերեմ, ասում եմ, բայց տեղ ինչ չկա, որ մի բան էլ բերեք։ Հիմա Դիլիջանում ամեն ինչ կա, հիմա Դիլիջանը հրաշալի ապրելու վայր է։ Ես միշտ մոտիվացնում եմ մարդկանց, թե բնությունով, թե մաքրոցով, թե իր այդ ենթակառուցվածքներով, ճանապարհներով, առանց պրոբկաների, առանց խցանումների, հանգիստ երթևեկում ես։ Մեր աշխատանքի վայրն ու տունը 7 րոպեվա ճանապարհ է մեքենայով։ Մենք 7 րոպեում հասնում ենք աշխատանքի վայր։ Այդպես։ Ես ուզում եմ հարցնել, ամեն ինչ կա եւ ամեն ինչ չկա, ինչն է, բայց հա, իսկական, լավ, թեև ինձ թվաց թե ստացա պատասխանը, բայց լսողի տեսանկյունից էլի, այդ ամեն ինչ կա կամ ամեն ինչ չկայի մեջ ամենաառաջին ինչերն են մտնում, ինչն է կարևոր, որովհետեւ մենք սա պետք է ինք պրոյեկտ ենք այլ քաղաքների վրա էլի։ Կենցաղային հարցերից, սննդից, դեղերից, այն ինչ որ ընտանիքներում անհրաժեշտ է լինում, ամեն ինչ, տեխնիկայից, արդեն հնարավոր է գտնել։ Առաջ որ մենք գնում էինք, անգամ ջուրն էինք մեզ հետ տանում, որովհետև անգամ այդ ջրի խնդիրը կար։ Մեր ընկերները, երբ որ բալիկներ էին ունենում այն ժամանակ, Դիլիջանում էին ապրում, իրանք նորածին երեխային լողացնելու համար այդ ծորակի ջուրը չէին օգտագործում, որովհետև շատ պղտոր ջուր էր, այն սուրճի մրուրի պես ջուր էր գալիս։ Գնում ջուր էինք բերում, որպեսզի այդ գործողությունն արվեր, իսկ հիմա ջուրն էլ է մաքուր, ճիշտ է, ծորակի ջուրը էլի չենք խմում, խմելու չի, բայց համենայն դեպս այն մանրեները համենայն դեպս ականատես չենք լինում էլի, ինչ որ առաջ էր։ Հասկացա։ Իսկ ինչը բերեց ես 10 տարվա մեջ կտրուկ զարգացման քաղաքին, ինչը տրիգեր հանդիսացավ։ Ես կարծում եմ մեծ պրոյեկտները բերեց Կենտրոնական բանկը, այդ դպրոցը, միջազգային դպրոցը, իրանք շատ մեծ փոփոխություններ մտցրեցին դիլիջանցիների կյանքում։ Այդ դպրոցը հրաշալի ներդրում ունեցավ Դիլիջանի երեխաների ապագայի հարցում։ Մենք շատ մարդկանց երեխաների ապագայի մեջ ականատես եղանք, ոնց են դուրս գալիս։ Դիլիջանի երեխաները սովորում են Լոնդոնում, Իտալիայում, Ամերիկայում,
հենց դիլիջանաբնակ, որ իրանց համար դա մեծ երազանք ա եղել։ Այդ դպրոցից հետո են հայտնվել այդ լավ համալսարաններում։ Իրանք սովորում են մեր այդ դպրոցում, հետո տեղափոխվում են Երևանի այբ, այս տարվանից արդեն դրա կարիքն էլ չկա, ուրախություն մեզ Դիլիջանի այբում բացվեց նաև ավագ դպրոց, որը մինչև էս չկար։ 2014-ից տեղափոխվածների երեխաները մինչև 9-րդ դասարան ավարտում էին ու արդեն տեղափոխվում էին Երևան, որովհետև Դիլիջանի այբում ավագ դպրոց չկար։ Այս տարվանից արդեն ավագ դպրոցն էլ բացվեց, իմ տղան էլ փոխադրվեց 9-րդ դասարան, մենք եկա մնանք, ոնց որ ավելի երկարեց մեր Դիլիջանում ապրելու ժամանակաշրջանը։ Միջազգային դպրոցը շատ մեծ ներդրում ունեցավ թե աշխատատեղերի բացմամբ, հետո ինձ թվում է ամենաառաջնայինը, որ բերում է մարդկանց Դիլիջանում ապրելու այդ բնությունն ու մաքուրոցն է։ Իրոք շատ լավ օդ է, հատկապես Երևանից հետո։ Ժամանակակից տեխնիկական միջոցները իսկապես կարողանում են մեր երկրի բնությունը այնպես ցույց տալ, որ ես չգիտեմ, մեկ ասում եմ, ոչ թե մենք ենք Շվեյցարիայից պակաս գեղեցիկ, այլ ուղղակի տեխնիկա չկար, որ այդ ամեն ճիշտ նկարել, մոնտաժեր, հիմա նույնիսկ իմ տեսած բնական վայրերը նենց ռակուրսով են նկարում, շունչդ կտրվում է, էլի։ Իհարկե դա էլ օգնեց։ Եվ Ռիփշիմե ջան, շատերն են ձեր նման ոնց ասեմ, վերջ-վերջո համոզվում, որ այստեղ լավ է եւ գալիս են կետին, որ տեղափոխվեն։ Ես ոնց նկատում եմ, ամեն դեպքում Դիլիջան տեղափոխվողները շատ են։ Հա, շատերն են, նույնիսկ մեր ընկերությունում, որտեղ որ մենք աշխատում ենք, նույնիսկ շատ մարդիկ ինքնակամ հայտ են ներկայացնում, որ եթե տարբերակ կա աշխատանքը տեղափոխվի Դիլիջան, իրենք կտեղափոխվեն Դիլիջանում աշխատելու։ Չգիտեմ, խաղաղությունը, հանգստությունը, ես որ Երևանից հետո, Երևանում ապրելուց հետո գնացի Դիլիջան, անմիջապես չհարմարվեցի, բնականաբար, հատկապես այն դժվարությունները, որի միջով անցանք մենք։ Բայց հիմա դժվար եմ համակերպում Երևանին։ Հիմա որ գալիս եմ Երևան, ինձ համար մեգա քաղաք է Երևանը։ Ինքն խառն է, այնքան աղմկոտ է։ Իմ չգիտեմ, ես դժվար եմ համակերպում այստեղ ապրելու մտքին արդեն։ Այդ ամենին գումարեմ իմ համար պարզապես սարսափելի է մտածել, թե ինչքան ժամանակ ես այստեղ կորցնում եմ Երևանում ու ինչքան կարամ կորցնեմ, եթե հանկարծ ավել 2 օր մնամ, ոնց որ թթվածինը տանջատեն, եւ դու գիտակցում ես, թե ինչ արժի քո ժամանակը, ինչ կարելի է տեղավորել այդ ժամանակի մեջ եւ ինչի վրա դա գնում, հա, որ հեռավորություններ, խցանումներ, ավտոկայանատեղի փնտրել, չգիտեմ, անհասկանալի է մի հատ ինչի համար պետք է այդ ժամանակը գնա, չէ՞ որ այդ ժամանակը ինքնակրթության համար է, բիզնեսի համար է, ընտանիքի համար է, ճամփորդելու համար է, ընկերների համար է, շատ կարևոր բաների համար է, հա, մեր կյանքի երջանկության բաղադրատոմսը կազմող։ Հարգելի ընկերներ, Մարզերի երեխաները մարզերում սոցիալ-կրթական հասարակական կազմակերպությունը առաջարկում է դառնալ մարզեցի որևէ երեխայի զարգացման հանձնառու։ Ռեարմենիա հարթակում բաժանորդագրվելով ամսական 8000 դրամով։ Մանրամասները կարող եք տեսնել այս հոլովակի տակ։ Դրա դիմաց մեր կազմակերպությունը տվյալ երեխայի մասին 2 ամիսը մեկ մանրակրկիտ հաշվետվություններ կուղարկի, որպեսզի դուք տեսնեք նրա աճը ամենատարբեր ուղղություններով, ինչպես նաև կկազմակերպի ձեր դեմ-առ-դեմ հանդիպում։ Շնորհակալություն։ Իսկ Ռիփշիմե ջան, ձեր միջավայրը ոնց արձագանքեց եւ ենթադրում ես էվոլյուցիան էլ է, էլի տարբեր եղել, հա, սկզբից ոնց էր նայում, հետո ոնց է նայում, հիմա ոնց է նայում։ Եվ արդյոք կարողացել եք վարակել ձեր հետևից բանանել, բերել նոր մարդկանց։ Միջավայրը նկատի ունեք Դիլիջանի Չէ, ընտանեկան, ընկերական, այն ընտանեկան, ընկերական սկզբում ասում էին, դե չեք կարողանալու հարմարվեք, ոնց եք ապրելու։ Բոլորին թվում էր, թե 1-2 տարի այնքան որ այդպես փոփոխություն մտցնենք մեր կյանքում, հետ ենք գալու ու հիմա որ հետ եմ նայում ու որ խոսում եմ, ինձ հարցնում են ոնց հարմարվեցիր, ոնց է հիմա այնտեղ, ոնց ես կարողանում ընդհանրապես ապրել այնտեղ։
բայց որ գալիս են հյուր են գալիս ու այդ հանգստությունը այդ ամեն ինչ են պատուհանը որ բացում են այդ ծտերի ծլվլոցը լսում են ասում են այսա վարակիչը չգիտեմ ես ինքս մարզի իջմիածնի աղջիկ եմ ու իմ համար մարզում հարմարվելը շատ հեշտ էր ավելի հեշտ էր քան ամուսնուս համար ամուսնուս մինչև այսօր էլ չի հարմարվում չի կարողանում բայց ես սիրում եմ այդ հանգստությունը այդ լրությունը չնայած ինքն էլ մի քանի օր որ Երևանում ա լինում դեր ասացի պես ամենաթանկ բանը մեր ժամանակը որ ծախսվում է անիմաստությունների վրա խցանումներ եւ այլն ինքն էլ ասում որ չէ մենք շատ լավ տեղում ենք ապրում Իսկ թվում է մարզերում պակաս բաները համալրելու համար շատ կարևոր են հենց սոցիալական կապերը, որտեվ այդ խողովակներով կարելի է օրինակ իմանալ այն ամենի մասին, ինչը պակասում է, ասենք, չգիտեմ, ինչ որ ակտիվությունների մասին, խոսքը այդպես օրգանիկ բնական համայնքների մասին է, էլի ոչ թե բան այն մարդիկ ովքեր կիսում են օրինակ ապակենտրոնացման գաղափարը մենք բավականին խտացել ենք քարտեզում իրար տեղ գիտենք սիրով իրար հետ կիսում ենք հնարավորություններով միջոցառումներով միավորվում ենք անդադ ստեղ-այնտեղ հանդիպում ենք յուրաքանչյուրի շարժը կարա ծառայի մյուսին հա վերջի մտերմանում ենք կիսում ենք մեր կյանքի ուրախ պահերը հիշողությունները այդ ամեն ինչը օրինակ ես իմ մոտ այդպես է աշխատում ես Ստեփանավանում հենց այդ ճանապարհներով իմ օրացույցը հա իմ օրացույցն ու օրակարգը լցնում եմ որակյալ մարդկանցով որակյալ շփման որակյալ միջոցառումներով ու հեչ պարտադիր չի որ այդ շփումը բանը լինեն հենց այս երկու փողոց ընկում ինչ որ սրճարանում որը այդքան չկա կամ շատ չի կամ չգիտեմ Հա, ես հասկացել եմ, որ դրանք են աշխատում եւ եթե այսպես հարազատ մարդկանց խորհուրդ տալու լինեի մարզերում ինչը անել, որ հանկարծ ինչ որ բանի պակաս չլներ, կասեի ակտիվ սոցիալական կապեր ստեղծի, ընդ որում ոչ միայն տեղաբնակների հետ, այլև քո գաղափարական դաշտերում, հա, որոնց թեկուզ առցանց ճանապարհով կարող ես գտնել իրանց լոկացիան գտնել, չգիտեմ, Դիլիջանում ապրելով Վանաձորում գտնել Իջևանում գտնել, չէ՞ որ շարժը մեծ է վերջի վերջո, ու հեռավորությունները փոքր են, ճանապարհները լավն են, մեքենայել այսօր գրեթե բոլորն ունեն։ Ինֆորմացիա, հա, կապեր, որոնցով կհոսի ինֆորմացիա, կիրազեկենք միմյանց եւ իմ անձնական օրինակով ասեմ, ոչ միայն լցվում է, այլ նաեւ տալի անցնում է, այսինքն արդեն դու ունենում ես խնդիր մեկը թողել, մեկը վերցնել, որտեվ այդքան չի լինի, էլի մի հատ էլ գումարում ենք ընտանիք, որը եւս ժամանակ է տանում, որը եւս քաղցրություն է, ինքն էլ է պայքարում մեր ժամանակի համար այդ մարտադաշտում վերջը ես ինձ ներդաշնակ եմ զգում օրինակ արդեն ամեն ինչով եմ ներդաշնակ զգում ասել իմ փորձն էր էլի եթե ինչ որ բան կուզեք մեկնաբանեք Ռուբսի մեջ ես կուզեմ Դիլիջանում այս բանին բացեր կան խնդիրներ կան օրինակ ես կուզեի Դիլիջանում մշակութային կյանքը շատ ակտիվ լիներ գիտեմ թատրոններ լիներ կինոստուդիա լիներ վերջերս Green Rock-ի հովանավորությամբ բացվեց բացօթյա կինոթատրոն որը մի քիչ Դիլիջանի համար բարդ իրագործելու process է, որովհետև այնտեղ անընդհատ անձրև է, ու մարդիկ այդ ծածկը չունեն, որ ծածկում են կամ էկրանը ծածկեն, չգիտեմ, բայց ինքը շատ լավ նախաձեռնություն է, ես ինքս սպասում եմ արդեն որ հանրային լինի, որովհետև ոնց որ փակ էր առաջին ցուցադրությունը ես շատ կուզեի, որ Դիլիջանում թատրոններ լիներ, կինոդահլիճ ունենայինք որակով Դիլիջանի թումոն չունի կինոդահլիճ, այն օրը Գյումրիին է տեսա, հիացած էի ուղղակի։ Գյումրիի թումոն։ Չէ, շատ փոքրիկ է ու այդպես ոնց որ փոքրիկ ինչ որ բան է, խմբային վիդեոներ ցույց տալիս, բան ինքը մեծ կինոդահլիճ չի էլի, public չի։ Ես դա կուզեի լիներ, թատրոններ կուզեի լիներ, օրինակ Վանաձոր գալիս ենք թատրոնների համար, որ չի ստացվում Երևան գանք, չգիտեմ, մշակութային կյանքը շատ պակասում է Դիլիջանում։ Այդ էլ է երիտասարդների։ Այդ Ռուբսի մեջ նայած ոնց նայեք, օրինակ ես չեմ համարում, որ ես Ստեփանավանում եմ ապրում, ես համարում եմ, որ ես Ստեփանավան Վանաձոր եմ ապրում,
Իդեպ կարծեմ թե նույն 25 րոպե հեռավորությունն է Ստեփանավանից Վանաձոր եւ Դիլիջանից Վանաձոր։ Եթե հիշենք, որ 25 րոպեն դա Աչափնյակից Զեյթուն հասնելու հեռավորությունն է Երևանում, ընդ որում այն որ աղմուկով, չգիտեմ, տորմուզ գազ, սվետաֆորներ, ինչ որ բաներ, ուղղակի ոնց որ մեր ընկալում է, ես ինքս ինձ օգնում եմ այդ խնդիրները այդպես հաղթարել։ Ես Վանաձորից հեռու չեմ ապրում, ես Վանաձորում եմ ապրում, որովհետև կարծես թե ոնց որ բանը, ոնց որ Աչափնյակից Զեյթուն գնամ, եւ այո, այնտեղ այդ մշակութային կյանքը ակտիվ է, թատրոնը ընկալված, սպասված, անընդհատ բարձր հաջողականությամբ։ Ես այդպես եմ մտածում, որ կտայի այդպես մտածել միջև լինի։ Իրականում մենք եթե մի շաբաթ ենք գալիս Երևան, անպայման գալիս ենք Վանաձոր։ Այսինքն մեզ համար էլ դա խնդիր չի, բայց խոսում եմ որպես դիլիջանցի, ովքեր ոչ շատ գիտեք, ինչ որ մի ձև էլ իրանք կարողա որ իրանք դրան մոտ լինի, ավելի հեշտ գնան, քան որ Վանաձորում լինի։ Չգիտեմ։ Հա, կա տարբերություն, իհարկե իմ խորհուրդը շատ սուբյեկտիվ էր եւ կարող է մեկին 100%-ով օգնի, մեկին 70%-ով օգնի, բայց մեկին էլ ավելի քիչ օգնի, այնուամենայնիվ կա դաշտ, որ միանշանակ ավելի կհեշտացներ կյանքը։ Ռիփսիմի ջան, շատ շնորհակալ եմ, ժամանակը սպառվում է եւ ես վերջին հարցը կուզեմ տամ։ Միշտ բոլորին տալիս եմ, եթե մարդիկ կան, որ լսում են ու դիտում են եւ իրանց սիրտը կախեր, բավականին երկար ու լուրջ մտածում էին այդ քայլն անելու մասին, մարզ տեղափոխվելու մասին։ Եթե ձեր փորձառության հիմքով ինչ որ բան ունեք իրանց փոխանցելու, մի խորհուրդ, մի կարևոր այսպես շագանակներ, կարող եք փոխանցել, որտեվ կարծում եմ այս հաղորդումը հենց այդ փորձի փոխանակման համար է, էլի։ Ինչ կասեք այդ մարդուն։ Կասեմ, որ վստահաբար տեղափոխվեք, ինձ համար ամենադժվարը մենակությունն էր Դիլիջանում, որ ես մենակ էի, այս պահին ունեմ լիքը հարազատներ, ավելի շատ հարազատներ ու ընկերներ ու կապեր Դիլիջանում, քան իմ ծննդավայրում, կուզեմ ասեմ վստահ եկեք, եթե կլինի, չգիտեմ, ընկերակցության կարիք, եթե կլինի մենակությունից վախ, ես այնտեղ եմ, սիրով կսպասեմ, պատրաստ եմ։ Այսինքն նաև հանձնառու է, որպեսզի օգնի ապակենտրոնացման։ Այո։ Շատ բարի, Ռիփսիմի ջան, շնորհակալ եմ։ Մենք արդեն նույն թվային տիրույթում ենք եւ կապը կա։ Եթե նկատում ես ժամանակ առ ժամանակ հանդիպումներ են ինքնաբուխ կամ կենտրոնացված կազմակերպվում եւ ես վստահ եմ, որ ոչ շատ ուշ անպայման հանդիպելու ենք։ Սիրով։ Շնորհակալ եմ։ Հաջողություն, տեսություն։ Հաղորդման գործընկերն է Մարզերի երեխաները մարզերում սոցիալ-կրթական հասարակական կազմակերպությունը, որը տարբեր կամավորական, նախագծահեն կրթաժամանցային ակտիվությունների միջոցով ստեղծում է մարզերի երիտասարդ առաջնորդների ցանց։